Մենք ասում ենք ոչ, այս սահմանադրության առաջարկած տարբերակը չի լուծում այն խնդիրները, որոնք որ սահմանադրական բարեփոխումներին հայեցակարգում բարձրացված էին։ Այո, թե ոչ, այս է խնդիրը, սակայն սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի շտաբի անդամ Անդրեաս Ղուկասյանը կտրուկ է իր որոշման մեջ։ Նա նույնիսկ վստահ է, որ հանրային ընդվզումները սահմանադրական բարեփոխումների նկատմամբ նոր չեն սկսվել։ Սահմանադրական բարեփոխումների գաղափարի դեմ մեր երկրում ընդվզումները այսօր չեն սկսվել, սկսած 13 թվականից կա այդ խնդիրը քաղաքական դաշտում, տարբեր ուժեր մատնանշել են, որ սա փորձ է իշխող կուսակցության կողմից հավերժացնել իր դրությունը։ Կարծես թե Ղուկասյանը լավ չի հիշում։ ԱԺՀԿ խմբակցության падգամավոր Խոսրով Հարությունյանը ճշտում մտցրեց։ Սահմանադրական բարեփոխումների մասին դեռ վաղուց ընդդիմադիրներն էին խոսում։ Ճիշտ ասած, ես ուզում եմ իմ գործընկերոջը հիշեցնել, որ սահմանադրական բարեփոխումների մասին խոսում էին դեռևս ընդդիմադիրները 10-11 թվականներին, Հայ-Հեղափոխական դաշնակցությունը, Բարգավաճ Հայաստանը եւ ձեր կազմում այսօր գտնվող Ժառանգությունը։ ՀՀԿ падգամավորը նաև հիշեցրեց Սերժ Սարգսյանի առաջարկը Ռաֆի Հովհաննիսյանին։ Ես ուզում ձեզ բոլորիդ հիշեցնել, որ նախագահական ընտրությունների ժամանակ Ժառանգության առանցքային թեզը Ժառանգության տեխնացուի Ռաֆի Հովհաննիսյանի հենց սահմանադրական բարեփոխումներն էին։ Ավելին, բոլորիս էլ հայտնի է, որ անմիջապես ընտրություններից հետո նախագահ Սարգսյանը առաջարկեց Ժառանգության ղեկավարին ղեկավարել այն աշխատանքային խումբը, սահմանադրական հանձնաժողովը, որի միջոցով ինքը կարող էր հանրության ներկայացնել իր իսկ պատկերացրած բարեփոխումներ, այդ թվում նաև անցումը խորհրդարանական կառավարման համակարգին։ Ակնհայտ էր, որ շինծու ընտրություններից հետո նման համագործակցության գնալ նշանակում է լեգիտիմացնել կրիմինալ օլիգարխիկ ռեժիմը Հայաստանում։ Խոսրով Հարությունյանը հիշեցնելուց բացի նաև պատկերացնում է, որ պետք է հստակ հասկանալ, ոչ ասելով ինչին են նախապատվություն տալիս։ Ուրեմն ընդվզումը սահմանադրության այս նախաձեռնության հետ կապ չունի դեմ, կապ չունի սահմանության հետ։ Կապ ունի թե ով է առաջարկել դա։ Այսինքն կապ ունի իշխանությունների հետ։ Այսինքն ըստ էության դուք հանրությանը փորձում եք ներկայացնել մի շատ պարզ բան։ Կողմ քվեարկել սահմանադրության նշանակում է կողմ քվեարկել իշխանությանը։